24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Խոսենք վերջին շրջանում շատ քննարկվող Նիկոլ Փաշինյանին ազգային ժողովում անվստահություն հայտնելու գործընթացի մասին։ Երեկ պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք գործընթացը մեկնարկում են, ինչ հեռանկարներ ունի, եւ այսօր Աղվան Վարդանյանը Հայաստան խմբակցությունից ասում էր, որ իրատեսական չէ այդ ամենը, եթե իրենք կարողանան այդ երկու падգամավորին, որոնք պակասում են, իրենք ցույց տան, որ այդ 6 падգամավորը կա, 28 падգամավորով իրենք պատրաստ են ստորագրել։ Ինչ կասեք դուք։ Գիտեք, ես կարծում եմ, որ գուցե այդ երկու խմբակցությունների միջև կան որոշակի, այսպես ասենք, անորոշություններ, այսինքն ինչ որ թեմաներ կան կամ ինչ որ նյուանսներ կան, որոնք օրինակ Հայաստան խմբակցության համար անհայտ են, այսինքն իրենք կարող են ենթադրել, որ կան ինչ որ գործընթացներ, որոնք իրենց հասու չեն, եւ ըստ էության բոլոր այն հարցերը, որ բարձրացնում է Հայաստան խմբակցությունը, հենց դրա մասին է, որ եթե կան թեմաներ, որոնք մենք չգիտենք, ապա, այսպես ասենք, ոչ հրապարակային գոնե շփումների ժամանակ կամ ոչ հրապարակային բանակցությունների ժամանակ մենք պետք է իմանանք, որպեսզի կարողանանք մտնել process-ի մեջ, ինչպես ասում են, ամբողջ թափով, որովհետև իրենց հայտարարության մեջ ըստ էության արդեն կար այն գաղափարը, որ համարեք, որ այսպես ասենք, մեր 28 ստորագրությունները ձեր գրպանում են։ Ես հուսով եմ, որ այն մարդիկ, ովքեր որ նախաձեռնել են impeachment-ի այդ գործընթացը, իրենք ամբողջովին տիրապետում են բնականաբար իրավիճակին, ամբողջովին տիրապետում են այն տեխնոլոգիաներին, որոնք երևի թե կիրառելու են, եւ հուսով եմ նաեւ եւ կարծում եմ նաեւ, որ ամեն դեպքում գուցե impeachment-ը տվյալ պարագայում դա նույնիսկ ոչ թե պլան A-ն է, ինչպես ասում են, պլան B-ն կամ C-ն է, այսինքն կա մի համապարփակ պլան, որի մաս է կազմում հենց impeachment-ը։ Եվ հիմա դուք կարծում եք, որ այս տարանջատումը կբերի նրան, որ որևէ հանգուցալուծման չեն գա եւ այս գործընթացը կձախողվի։ Նորից եմ ասում, կան ամենայն հավանականության կան հարցեր, ընդ որում կարևոր հարցեր կամ process-ի վերաբերյալ նյուանսներ, որոնք բավականին, այսպես ասենք, անորոշություն են մտցնում իրենց հնարավոր այդ ֆրակցիաների միջև հնարավոր համագործակցության միջև եւ ես կարծում եմ հասունացել է այն պահը, որ այն հարցերը, որոնք բարձրացվում են պարտներներից մեկի կողմից, տվյալ դեպքում Հայաստան Դաշնքի կողմից, ես կարծում եմ որոշակի պարզաբանումներ երևի թե պետք է ստանան, ընդ որում ավելի շուտ ոչ հրապարակային դաշտում, որից հետո գուցե գործը առաջ գնա, որովհետեւ ակնհայտ է, որ Հայաստան Դաշինքը ամեն դեպքում իր մարտավարությունը այսպեսին է, եթե նախաձեռնել եք, ապա մենք տվյալ պարագայում առայժմ երկրորդ համարով ենք հանդես գալիս, այսպես ասենք, դուք եք տանում process-ը, տվյալ դեպքում պատիվ ունեմ եւ մեզ հետ խնդրեմ չի լինի, եթե ավելի բաց խաղաք մեզ հետ։ Սրա մասին է ես կարծում եմ խոսքը, բայց նորից եմ ասում, քաղաքական առումով ավելի մեծ առումով ես կարծում եմ, եթե նույն հաշվի առնենք նաև Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը ապրիլի 24-ի, որ իրենք ունեն գործողությունների հստակ պլան եւ գուցե մինչեւ 26 թվականը Նիկոլ Փաշինյանը չձգի, ապա ես չեմ բացառում, որ սա այդ մեծ պլանի մի հատվածն է, բայց որքանով է սա պլան A-ն, պլան B, պլան C, միշտ սովորաբար ասում են լինում է պլան A, բայց լինում են նաև, այսպես ասենք, զապասնոյ, ինչպես ասում են, պլան B, C եւ այլն, իմ տպավորությամբ սա դեռևս սա պլան A-ն չէ։ Սա պլան B-ն է, C-ն է, պլան A-ի մասին առայժմ մենք չգիտենք, ես կարծում եմ նաև Հայաստան Դաշինքը չէ։ Ամեն ինչից տեղյակ չէ եւ դա է պատճառը, կարծում եք։ Դե բնականաբար, ես ոչ թե կարծում եմ, այլ իրենք դրա մասին խոսում են։ Այո։ Իսկ ինչ թաքնված նպատակներ կարող են լինել, որը անհանգստացնում է։ Խնդիրը ես կարծում եմ ոչ թե նպատակների մեջ է, նպատակը պարզ է, դա իշխանափոխությունն է։ Ես կարծում եմ խնդիրը տեխնոլոգիաների մեջ է, խնդիրը տակտիկայի մեջ է եւ դա ոչ թե ես եմ հիմա, այսպես ասենք, փորձում կռահել, թե ինչն է անհանգստացնում, այլ ըստ էության դրա մասին ասվում է, հրապարակային ասվում է, որ հարցերն են իրենց համար դեռևս անհասու եւ ուզում են դրա շուրջ ըստ էության ստանան ինֆորմացիա, որովհետեւ երևի թե ենթադրվում է, որ եթե մարդիկ ասում են, որ մենք սկսում ենք impeachment-ի գործընթացը եւ կարող ենք դրան հասնել,
ապա գիտեք, impeachment-ի գործընթացը դա մի քանի փուլ է, հա, մի քանի օրենսդրական փուլ է, հա, 36 ձայն պետք է լինի impeachment-ի impeachment նախաձեռնելու համար, տեխնացու պետք է լինի ընդդիմության, որը այս պայդրությամբ էլ չկա, հա, եւ նույնիսկ դրանից հետո, եթե այս խնդիրները անցնեն ընդդիմությունը միասնական ուժերով, ապա գալու է արդեն առնվազն 54 ձայն է պետք, որպեսզի ըստ էության այդ impeachment-ը հնարավոր լինի իրականացնել։ Ես կարծում եմ, որ կան հարցեր, որոնք այնքան են արդեն հասունացել, որովհետև այնուամենայնիվ impeachment-ի գործընթացը ինքը արդեն process-ի մեջ է, կարծես թե համենայն դեպս քաղաքական մասով, քարոզչական մասով։ Դե նամակներն ուղարկվել է, այո, այսինքն գործընթացի մեջ է, եւ այդ գործընթացի ընթացքում առաջացել են հարցեր տվյալ դեպքում օրինակ պատիվ ունեմ խմբակցության հիմնական գործընկերոջ մոտ, հա, Հայաստան Դաշինքի մոտ հարցեր եւ ես կարծում եմ, որ ինչ որ մի փուլում այդ հարցերը պետք է պատասխաններ ստանան եւ ես չեմ բացառում, որ հիմա տեսնում եք տարբեր առաջարկներ են, հա, լինում։ Արդեն սկսվել են ինչ որ առաջարկներ, որոնք նյուանսներ են պարունակում, օրինակ տեխնացուի հարցը։ Օրինակ Մամիջանյան Հայկը ըստ էության հայտարարեց, որ նույնիսկ եթե իրենք տեխնացու չունեն, ասեց, բայց եթե Ռոբերտ Քոչարյանի նույնիսկ անուն տրվի, իրենք համաձայն են։ Այսինքն սա օրինակ ես անձամբ դիտարկում եմ կամ ընկալում եմ որպես հրապարակային առաջարկ, որը կարող է լինել ինչ-որ բանակցային թեմա։ Բայց ամեն դեպքում Աղբան Վարդանյանն ասում է, եթե փողոցում հավաքված ժողովուրդ չկա, իրատեսական չենք համարում հիմա մենք այդ պայքարը եւ բնականաբար Ռոբերտ Քոչարյանի անունն էլ հիմա չենք մենք ներկայացնի։ Եվ ըստ էության նա նաև ակնարկում էր, որ առանձին պայքար պետք է ծավալի։ Ձեր ասածից էլ հենց բխում է, որ տարաձայնությունը ոչ թե ստրատեգիայի մեջ է, այսինքն նպատակի մեջ է, իշխանափոխության, այլ տարաձայնությունը կարծես թե տակտիկայի մեջ է, տակտիկայի մեջ է, մարտավարության մեջ է, եւ ես կարծում եմ, որ եթե ստրատեգիայի շուրջ չկան տարաձայնություններ, ապա մնացածը կարող է եւ չստացվի, բայց պետք է լուծվի ոչ թե հրապարակային դաշտում, սովորաբար այդպես չի լինում, այլ կուլիսների ետևում եւ դրա շուրջ կարող են լինել բանակցություններ, նմանատիպ առաջարկություններ, ինչպես ուրեմն Հայկ Մամեջանյանն էր առաջարկել օրինակ տեխնացուի շուրջ, կարող են լինել տարբեր, այսպես ասենք, առաջարկություններ կարող է լինել, դրանք բոլորը քննարկելու ես կարծում եմ հարցն։ Եվ կարծում եք դուք պայքարի ընթացքում համախմբում կլինի, թե ոչ երկու ընդդիմադիր ուժերի միջև, որովհետև հիմա բավականին լարված մթնոլորտ է եւ այսօր Աղբան Վարդանյանն ասում է ըստ էության առանձին պայքարի մասին եւ եթե առանձին պայքար լինի, որքանով հնարավորություններ ունեն։ Ես կարծում եմ, գիտեք, ընդհանրապես հայկական իրականության մեջ, հայկական քաղաքական իրականության մեջ մանավանդ, որը առնչվում է ընդդիմության գործունեության հետ, միշտ այդ դիսկուսը եղել է, ավելի լավ է միասնական լինի ընդդիմությունը, հենց տարբեր շերտերը ընդդիմության, թե ինչպես ստացվի, այնպես է գնան, այսինքն առանձին շարասյուններով, օրինակ ընտրություն կլինի, թե ճիշտ է, ես լավ չեմ պատկերացնում, որ փողոցը կարող է առանձին լինել, առասարակ ընտրական գործընթացները լինում են, բայց սովորաբար ավելի շատ համենայն դեպս մեր պրակտիկան հուշում է, որ ավելի շատ լինում են առանձին շարասյուններով, գնում են ինչ-որ ընտրական էլեկտորալ գործընթացների։ Ինչ վերաբերում է Աղբան Վարդանյանի ասածին, ապա ըստ էության Աղբան Վարդանյանը տվյալ պարագայում որևէ նոր բան չի ասում, որովհետև թե Ռոբերտ Քոչարյանը եւ թե մի քանի անգամ Հայաստան Դաշինքից այդպիսի կամ հայտարարություններ կամ ակնարկներ եղել են, որ հիմա պետք է, այսպես ասենք, բաժանվել եւ փորձել ամեն մեկը իր ճանապարհով գնա, բայց համագործակցել, եթե դա հնարավոր է։ Բայց դա արդյունավետ կլինի, կարծում եք, իշխանությանը հեռացնելու համար։ Դե գիտեք, նայած ինչ process է, նորից եմ ասում, եթե խնդիրը փողոցային պայքարն է, ապա ես այդտեղ հեռանկար չեմ տեսնում, այսինքն ես նույնիսկ չեմ պատկերացնում, որ ինչպես ասենք, մեկ ուժ կարողանա լցնի հրապարակը կամ մեծ թվով մարդկանց հանի դուրս։ Մեկ ուժ, ոչ միայն մեկ ուժ կարողանա լցնի հրապարակը, այլ ասենք տարբեր ուժեր փորձեն տարբեր հրապարակներ լցնել, օրինակ, հա, բայց ինչ վերաբերվում է, եթե գործը հասնում է էլեկտորալ process-ների, այսինքն ընտրական ինչ-որ process-ների, ապա այդտեղ սովորաբար հենց այդպես էլ վերջին տարիներին,
այդ թվում նաև 21 թվականի ընտրությունները, մեծ այդպես էլ եղել է մի քանի ընդդիմադիր ուրեմն ուժեր հանդես են եկել առանձին, հետո ոմանք հայտնվել են խորհրդարանում եւ իդեպ միջև վերջի ժամանակահատվածները բավականին արդյունավետ ջան ասելով, ջան լսելով, այսպես ասենք, համագործակցում էին։ Սա լավ է թե վատ է առանձին գնալը կամ միասնական գնալը, դա այլ հարց է, այսպես ասենք, ճաշակի հարց է, էֆեկտիվության հարց է, բայց ռեալությունը ցավոք սրտի դա է, նորից եմ ասում, մեր ամբողջ պրակտիկան, երևի թե 90-ականներից սկսած, ցույց է տալիս, որ ընդդիմությունը սովորաբար միասնական մի որպես բլոկ չի գնում։ Վերջերս նորից եմ ասում, Ռոբերտ Քոչարյանը իր ուսանողության այդ հանդիպման ժամանակ ըստ էության նույնպես հերթական անգամ ասեց, որ ինքը չի պատկերացնում, որ ամբողջ ընդդիմությունը կարող է, ասենք, մի ցուցակով կամ մի բլոկով գնալ, այլ հարց է, որ հետագայում խորհրդարանում կարող են լինել։ Գիտեք, շատերին, ասենք, այս առումով սկսել է ոգևորել այս Գյումրիի տարբերակը, որ տարբեր շարասյուններով գնացել էին, որքանով դա կլինի պրոյեկցել համապետական մասշտաբով, դա քննարկելու հարց է, դա ուսումնասիրելու հարց է, որովհետև ամեն դեպքում նույն Գյումրին դա սպეციფիկա ուներ։ Բոլորս էլ հասկանում ենք ինչ սպეციფիկայի մասին է խոսքը, եւ մենք տեսանք, որ այնտեղ նույնիսկ շատ ու շատ բարդ էր այդ լոկալ խնդիրը, դա տակտիկական առումով խնդիր է, որովհետև այնտեղ ոչ թե դաշինք ստեղծվեց, այլ ստեղծվեց ուղղակի մեկ հարցի շուրջ համագործակցություն, զրկել ԿՊ-ին իշխանությունից, հա, թույլ չտալ, որպեսզի իրենք վերարտադրվեն։ Ես կարծում եմ դեռևս շուտ է դրա մասին խոսել, այսինքն որովհետև ոչ ընտրություն դեռևս կա, ոչ էլ գործընթացներ դրա շուրջ, բայց ամեն դեպքում ռեալությունը սա է։ Հիմա Համենայն դեպս Հայաստան դաշինքը։ Բայց ամեն դեպքում բոլորը պատրաստվում են ընտրությունների, այդպիսի տպավորություններ։ Դե գիտեք, ընդհանուր առմամբ նույնիսկ եթե չեն ասում, որ պատրաստվում են ընտրությունների, աչքի տակ ունեն դա։ Այլ հարց է, կմասնակցեն, չեն մասնակցի, ինչ ֆորմատով կմասնակցեն, բայց քաղաքական ուժերը սովորաբար չեն կարող անտեսել որևէ, այսպես ասենք, ընտրական գործընթաց։ Ոչ միայն ընտրական գործընթաց, ցանկացած քաղաքական էլեկտորալ գործընթաց, օրինակ սահմանադրության հանրակրվե եւ այլ։ Այսինքն դա քաղաքական կուսակցության ռեպերտուարում է։ Իրենք միշտ պետք է հաշվի առնեն, որ այսպիսի գործընթաց եթե սպասվում է համապետական, ապա առնվազն իրենք պետք է որոշեն, չէ՞, իրենք մասնակցում են թե չէ, եւ ամենակարևորը, եթե չես մասնակցում, ինչ ես անում այդ դեպքում, որովհետեւ չմասնակցելը ենթադրում է, որ այդ տվյալ քաղաքական ուժը, եթե ինքը էֆեկտիվ է, եթե ինքը կենսունակ է, ռեսուրսային է, ապա ինքը այլ ընտրանքային ճանապարհով պետք է փորձի լուծի հարցը։ Հայաստանում ընդդիմության համար թիվ 1 եւ թերևս գուցե այս պահի դրությամբ վերջի գլխավոր խնդիրը դա իշխանափոխությունն է։ Այսօր նաև տեղեկություն եղավ, որ Ռոբերտ Քոչարյանը գնացել է Մոսկվա եւ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ եւ պայմանավորվածություններ հստակ երաշխիքներ կան։ Դուք ինչ կարծիք ունեք այս հայտարարությունների հետ կապված, դեռևս դա չի հաստատվել, բայց ամեն դեպքում հրապարակումներ կան։ Դե բնականաբար ես էլ այնինչ գիտեմ մամուլից կամ այն աղբյուրներից, որոնք կարող են արժանահավատ լինել, ասենք արժանահավատ լինել թե հայաստանյան եւ թե նույն ռուսաստանյան, որովհետեւ խոսքը վերաբերում է ըստ էության Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցի մասին եւ հանդիպմանը Ռուսաստանի Դաշնության ղեկավարի հետ։ Կարող եմ ասել, պարզ է, որ դա դեռևս չի հաստատվել, չգիտեմ կհաստատվի թե չի հաստատվի պաշտոնական մակարդակով։ Իմ տպավորությունը այնպիսին է, որ իրոք այդպիսի հանդիպում եղել է, ավելին ասեմ, որ որոշ, այսպես ասեմ, ռուսաստանյան աղբյուրների պնդմամբ, ավելին ձեզ ասեմ, երկու հանդիպում է եղել, այսինքն երկու այց է եղել։ Առանձին հանդիպում է եղել։ Երկու առանձին այցի մասին են խոսում են, հա, ես չեմ կարող դա, ինչպես ասում են, ոչ հաստատել, ոչ հերքել, ուղղակի այդ առաջի հանդիպումը եղել է այժմ Հայաստանի հարցերով զբաղվող Կիրիենկոյի հետ։ Այ երկրորդ այցը, որքանով կարող եմ ես դրա մասին խոսել, հաշվի առնելով այն աղբյուրները, որոնք դրա մասին հաղորդում են, երկրորդ հանդիպումը եղել է հենց Պուտինի հետ, բայց մինչ այդ եղել է նաև հանդիպում Կիրիենկոյի հետ։ Եվ ինչ եք կարծում, ինչ շրջանակում, ինչ հարցերի շուրջ է շրջանակը, որ հարցերի շուրջ է։
Դե բնականաբար հաշվի առնելով այն պատմությունը, որը գոյություն ունի Պուտինի եւ Քոչարյանի համագործակցության հետ կապված պատմությունը, որ իրենք անցել են մոտ 10 տարվա պատմությունը եւ հետագա ընթացքը, որովհետեւ համենայն դեպս Պուտինը անընդհատ ցույց էր տալիս, որ ինքը իր, ինչպես ասում են, ընկերներին այսպես չի հանձնում, հիշում եք, որ Քոչարյանը ձերբակալված էր, նստած էր եւ այլը, անընդհատ ինչ որ մեսիջներ ուղարկվում էր Պուտինի կողմից, հիշում եմ, որ եթե չեմ սխալվում, դա 19 թիվն էր, Պուտինը նույնիսկ Հայաստան երբ այցելեց, կարծեմ ֆրանկոֆոնիայի, թե ինչ որ մի այդպիսի շրջանակներում այդ միջոցառման հատուկ հանդիպում եղավ նաեւ Քոչարյանի ընտանիքի անդամների հետ, Ռուսաստանի դեսպանատան տարածքում, ես կարծում եմ իհարկե քննարկվել են շատ հարցեր, այդ թվում հայ-ռուսական հարաբերությունների եւ ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլ նաեւ այն փոփոխությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում աշխարհում, այս աշխարհի խաղի կանոնների վերաձևավորման շուրջ, որովհետեւ դրանից շատ բան է կախված, թե ինչ հնարավորություն կարող է ունենալ ապագայում Հայաստանը կամ այն իշխանությունը, որը Հայաստանում կփոխարինի այսօրվա Նիկոլ Փաշինյանական իշխանությանը, ես կարծում եմ նման քննարկումներ են եղել, որովհետև գիտեք, ցանկացած իշխանափոխություն իմաստ կարող է ունենալ, եթե այդ իշխանափոխության արդյունքում հնարավորություն է ձևավորվում նոր քաղաքական կուրս տանել, այսինքն փորձել օգտվել այն հնարավորություններից, որոնք կարող է կորզել այս նոր աշխարհաքաղաքական քարտեզի ձևավորումից եւ փորձես օգտվել այն հնարավորություններից, որ ունես կապված այն մարդկանց հետ, ովքեր որ ազդեցիկ են այսօրվա եւ վաղվա աշխարհում։ Ես կարծում եմ հիմնականում դրա մասին է խոսք գնացել։ Հիմա այդ հանդիպումը կարծում եք ամրացնում է Ռոբերտ Քոչարյանի դիրքերը։ Վերընտրվելու հնարավորությունը։ Ես կարծում եմ առնվազն քարոզչական առումով դա ամրացնում է։ Ես քարոզչականի մասին եմ ասում, որովհետև ես չգիտեմ քաղաքական առումով կամ պայմանավորվածություններ, ինչ պայմանավորվածություններ են եղել, եթե իհարկե նորից եմ ասում այդ հանդիպումը եղել է, մենք խոսում ենք այն նրա մասին, ինչ որ եղել է մամուլում եւ որը որ ոչ հաստատվել է, ոչ երկրել է։ Ամեն դեպքում Աղմեն Վարդանյանը չի երկել այսօր։ Այո։ Ես կարծում եմ քարոզչական առումով ամրացնում է, նաև ինչու ոչ, եթե ամեն ինչ այնպես է ինչպես ներկայացվել է, ապա քաղաքական առումով էլ է ամրացնում իր դիրքերը, որովհետև հիմա այնպիսի պրոցեսներ են գնում աշխարհում, որ ամրանում է նաև Ռուսաստանի դիրքերը, կապված ռուս-ամերիկյան, այսպես ասենք, ֆլիրտների սեզոնի հետ։ Ասում եք, որ Վլադիմիր Պուտինը չի հանձնում իր ընկերներին, ինչ նկատի ունեք։ Դա գիտեք, ընդհանրապես ես երևի թե հիմա ցիտում եմ իրեն, որովհետև ընդհանրապես Վլադիմիր Պուտինը լինելով ուժային կառույցից դուրս եկած որպես մարդ, որը ուժային կառույցի դաստիարակություն եւ ինչպես ասում են դպրոց է անցել, սովորաբար դա իրենց ասացվածքների շարքից է, իրենց կրեդոից է, կյանքի կրեդոյի գործունեությունից, իրենք սովորաբար իրենց բարեկամներին, ընկերներին չեն հանձնում եւ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի, այսպես ասենք, անվտանգությունը ապահովել այս առումով։ Այսինքն չեն հանձնում տվյալ բարակայում, եթե խոսքը վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր հանդիպման մասին, ես նկատի ունեմ, որ ընդհանրապես հիշում եք 18-19 թվականից հետո ինչ ճանապարհ անցավ այսօրվա իշխանությունը Քոչարյանի հետ կապված, այսինքն եթե չեմ սխալվում 1.5 տարի առնվազն կալանավորված էր եւ այլը, բայց այսպես անընդհատ այդ մեսիջները հնչում էր, այդ ծննդյան շնորհավորանքներ, ընտանիքի անդամների հետ հանդիպումներ, ամենայն դեպս գոնե առնվազն մամուլի մակարդակով միշտ գրվում էր, որ այդ հարցը Քոչարյանի հետ կապված հարցը այսօրվա իշխանությունների առջև
բարձրացվում էր, երբեմն բավականին կոշտ ձևով, սա հենց դա էլ նշանակում է, որ ըստ էության Քոչարյանը տվյալ պարագայում կրեմլյան ղեկավարի կողմից կարծես թե չէր մոռացվում ամենայն դեպս։ Իհարկե վերջի տարիներին մենք երևի թե վաղուց չէինք լսել, որ նման ինչ-որ հանդիպում է եղել, հիմա ըստ էության երևի թե ինչ-որ բան փոխվել է եւ այդ հանդիպումը փաստացի կամ ենթադրաբար տեղի է ունեցել։ Հայաստանի ապագայի հետ կապված կամ լուծման ճանապարհների մասին են խոսել իրավիճակից։ Դե դժվար թե խոսեին Ռուսաստանի ապագայի մասին, ասենք Հայաստանի ղեկավարի հետ։ Ես կարծում եմ խոսվել է ոչ միայն Հայաստանի ապագայի մասին, այլ նաև ռեգիոնալ քաղաքականության մասին, ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների եւ հնարավորությունների մասին, որովհետեւ այնուամենայնիվ ես կարծում եմ ցանկացած հայաստանյան քաղաքական գործիչ, որը հանդիպում է նման լեվելի, նման մակարդակի լիդերների հետ, ինքը պետք է փորձի հնարավորինս առավելագույնս շահեկանը կորզել Հայաստանի համար այդ հնարավորությունից, հենց այդ լիդերների հետ խոսալու հնարավորություններից ամեն դեպքում։ Ես չեմ կարծում, որ այնպեսի հանդիպում եղել, որ դետալային ինչ-որ բաներ է քննարկվել, հա, ես հասկանում եմ, որ ասենք օրինակ իշխանական երևի թե լրատվամիջոցները կամ իշխանական քարոզչական մեքենան դա գուցե կներկայացնի, որ այնտեղ այսպես ասենք ճակերտներում կամ առանց ճակերտների եղած շրջումների մասին էին խոսում, չգիտեմ ինչերի։ Չեմ կարծում, որ նման մակարդակի հանդիպումներում դրա մասին է խոսում, ստրատեգիայի մասին է խոսում, որոշակի տակտիկաների մասին է խոսում, բայց քայլ առ քայլ ինչ որ գործողությունները սովորաբար չեմ կարծում, որ այդ մակարդակով եւ այդ ինստիտուտների կողմից են մշակվում նման բաները։ Եթե այդպիսի բաներ կան։ Իսկ իշխանության լարվածությունը ինչպես եք մեկնաբանում, որովհետև վերջին շրջանում ակնհայտ է, որ բավականին լարված իրավիճակ է, տպավորություն է, որ մի քանի ամսից շատ կարճ ժամանակում ընտրություններ է լինելու, մինչդեռ մի տարուց ավել կա։ Ինչ բացատրություն ունի այս ամեն ինչը։ Արտաքին խնդիրներով է պայմանավորված, ներքին խնդիրներով տեսնում են, որ աջակիցներ չունեն, վերընտրվելու հնարավորություն չեն տեսնում, ինչ հարց է։ Այդ բոլոր այդ նյուանսները, բոլոր այդ գործոնները, որի մասին դուք հնչեցրեցիք, իրականում այսօր տեղին են, այսինքն գոյություն ունեն, չկա աշխարհաքաղաքական, վաղուց արդեն չկա աշխարհաքաղաքական կոնսենսուս Նիկոլ Փաշինյանի իշխանության շուրջ, այն որը կար այդ աշխարհաքաղաքական կոնսենսուսը 2021 թվականի ընտրություններից առաջ, արդեն վաղուց չկա։ Հիմա երբ Միացյալ Նահանգներում տեղի ունեցան իշխանափոխություն, այլևս կարող ենք ասել առհասարակ նման աշխարհաքաղաքական կոնսենսուս չկա եւ այսօրվա իշխանությունը իր ղեկավարի հետ իրենք շատ լավ հասկանում են, որ այսօր իրենք օդից կախված են եւ որևէ մեկին առանձնապես պետք չեն, իսկ ում որեր պետք են, ասենք որոշակի Եվրոմիության որոշ հատվածի համար, այդ Եվրոմիության այդ որոշ հատվածը այն ռեսուրսը չունի, որպեսզի երաշխավորի իրենց, այսպես ասենք, վերընտրվելը։ Առավելևս էլ չեմ խոսում Հայաստանի հետ կապված ինչ-որ խոշոր լուրջ քաղաքական կամ տնտեսական ծրագրերի մասին։ Այսինքն աշխարհաքաղաքական տեսակետից արտաքին քաղաքական ասպարեզում իրենք որևէ կենտրոն բարեկամ չունեն, որը շահագրգիռ է իրենց մնալու մեջ, բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից, այս առումով։ Ներքին քաղաքական ասպարեզում այն տրենդը, որը ձևավորվել էր դեռևս առնվազն 23 թվականից, երբ Երևանի ավագանո ընտրություններում ԿՊ-ն փաստացի պարտվեց եւ տարբեր մանիպուլյացիաների եւ այսպես տեխնոլոգիաների միջոցով ընդ որում շատ դեպքերում ոչ օրինական իրենք իշխանությունը այնուամենայնիվ վերցեցին քաղաքում, մայրաքաղաքում, դա այդ տենդենսը շարունակվում է։ Այսպես հետևողականորեն է շարունակվում, Գյումրին եւ Փարաքյանը դա հերթական դրսևորումն է եւ ամենավտանգավորը այսօրվա վերնախավի համար այն է, որ հենց այդ նույն վերնախավի, եթե այդպես կարելի է ասել, adekvat հատվածը, գումարած փորձված հատվածը, այն մարդիկ, ովքեր որ այսպես ասենք փոխանցիկ դրոշի պես 90-ականներից այս իշխանությունից փոխանցվում են մյուս իշխանություն, բոլոր իշխանություններում կան, իրենք հստակ արձանագրել են, որ կարծես թե ընտրական գործընթացներով այլևս չի ստացվում վերարտադրվել։
այսինքն լեգիտիմ ճանապարհ, այս առումով կարծես թե չի երևում եւ սոցիոլոգիական հարցումներն են, որոնք հրապարակվում էին այս վերջի 2 տարվա ընթացքում, հենց պարբերաբար հրապարակվում էին եւ ցույց էին տալիս իշխանության վարկանիշի խայտառակ անկումը, որտեղ եթե մենք 18 թվականի համեմատ այդ վարկանիշը անենք, համարյա 7.5-8 անգամ նվազել է, հա, այդ վարկանիշը, այսինքն սոցիոլոգիական հարցումների տենդենսը եւ ընտրություններում արձանագրված արդյունքները իրենք համընկնում են, մոտավորապես համընկնում են։ Այսինքն այստեղ էլ իրենք, ինչպես ասում եք, անհանգստանալու զգալի, այսպես ասենք, առիթներ ունեն։ Բացի դրանից իրենք ամենակարևորը իշխանությունը տեսնում է, որ այդ ռեսուրս առանձնապես չկա ուժեղացնելու դիրքերը, ոչ քաղաքական առումով, ոչ էլ սոցիալ-տնտեսական ասպարեզում, որովհետև գոնե գրագետ մեր առաջատար ոչ պալատական տնտեսագետները այսօրվա իրավիճակը, որ գոյություն ունի տնտեսության մեջ, այլ կերպ չեն բնութագրում, ինչպես կոլապս, կատաստրոֆա եւ այլ։ Այսինքն որևէ արդյունք չի կարող իշխանությունը ցույց տալ եւ ասել, սա մենք ձեռք ենք բերել։ Իշխանությունը նորից եմ ասում, ամենակարևորը չի կարողանում, չի տեսնում այն ռեսուրսը, որը որ հնարավոր է գործի դնել եւ ուժեղացնել իր դիրքերը, թե էլեկտորալ առումով, թե բան։ Եվ երկար ժամանակ իրենք շահարկում էին այսպես կոչված խաղաղության պայմանագրի գաղափարը, մենք բոլորս տեսանք, որ այն կանխատեսումները, որոնք հնչում էին շատերի կողմից, որ դժվար թե դա առհասարակ որպես փաստ տեղի ունենա, որովհետեւ Ադրբեջանը տրամաբանական չի, որ համաձայնվելու է դրան, եթե իհարկե մեծ ճնշում չլինի Ադրբեջանի վրա եւ այդ ճնշմանը Ադրբեջանը չկարողանա դիմակայել, այսօր համենայն դեպս դա պրագմատիկ առումով այնքան էլ իրատեսական չի, որովհետեւ Ադրբեջանը այսօր այդքան ռեսուրս ունի եւ այլ ընտրանքներ ունի առաջարկելու բոլորին, որպեսզի ասենք, եթե չի ուզում ստորագրի, չի ստորագրելու։ Այսինքն իշխանությունը չունի որևէ փաստարկ, որևէ նվաճում, որով ինքը արտահերթ կամ հերթական ընտրություններում կարող է գալ ժողովրդի մոտ, ասել եւ ես սա խոսք եմ տվել եւ արել եմ։ Բայց եթե Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են, որ նրանք մնան իշխանության, շատ հավանական է, որ պայմանագիրը կնքեն ամեն դեպքում եւ իշխանությունը դա որպես արդյունք ցույց տա։ Դե եթե Թուրքիան եւ Ադրբեջանը դրա ցանկությունը ունեն, հա, բայց դրա ցանկությունը չունեն այլ ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական լրջագույն խաղացողները, ապա չեմ կարծում, որ ամեն ինչ որոշում է Թուրքիայի եւ Ադրբեջանի, այսպես ասենք, կողմից։ Իսկ ով է խանգարում նրանց, որ նրանք ստորագրեն։ Իրենք կարող են ստորագրել, բայց գիտեք, նույնիսկ եթե գիտեք, միշտ ասվել է, որ այդ փաստաթուղթը, եթե նույնիսկ ստորագրում ես, դա չի նշանակում խաղաղություն է լինելու, որովհետեւ խաղաղությունը դա ուժերի բալանս է։ Ուղղակի դա ամրագրվում է ինչ-որ միտեղ։ Այո, բայց կարող են ստորագրել եթե ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական հիմնական եւ ռեսուրսային կենտրոնները չուզենան, որպեսի որևէ պայմանագիր առավելևս խաղաղության պայմանագիր կյանքի կոչվի, ապա շատ արագ, այսպես ասենք, լծակներ կունենան, որպեսզի եւ լծակներ գործի կդնեն, որպեսզի ապացուցեն, որ այդ թուղթը, որը ստորագրվել է, որևէ արժեք չունի եւ հայաստանյան հասարակությունը շատ արագ մի քանի օրվա ընթացքում կհամոզվի, որ դա ուղղակի, այսպես ասենք, փուչիկ է, բլեֆ է եւ այլն, ինչ անուն ուզում են։ Ամեն դեպքում բոլորը ողջունում են այդ գործընթացը, բայց դուք կարծում եք, որ հնարավոր է, որ ողջունում են, բայց չեն ցանկանում, որ հիմա այդ պայմանագիրը կգործի։ Բոլորը 2020 թվականի պատերազմի ժամանակ կարծես թե ամեն ինչ անում էին, որպեսզի խաղաղություն հաստատվի եւ բոլորը, այսպես ասենք, հայտարարություններ էին անում, անհանգստություն էին արտահայտում եւ այլն, բայց իրականում այլ process-ներ էր գնում։ Այսինքն կա քաղաքականություն, կա դիվանագիտական բառապաշար, այսպես ասենք, այստեղ կարևորը ոչ թե ինչ են հայտարարում, այլ ինչ շահ է դրա տակ դրված եւ իրականում ինչ են անում, այսպես ասեմ։ Եվ խոսենք նաև հնարավոր Նիկոլ Փաշինյանի այցից Մոսկվա, որ պետք է մասնակցի 80-ամյակի միջոցառումներին, պաշտոնապես իրենց կողմից չի հայտարարվել վարչապետի աշխատակազմի կողմից, բայց Ալեն Սիմոնյանը ասել, որ գնալու է։ Ամեն դեպքում մինչև հիմա չի հայտարարվում։ Ինչ կասեք այս առումով։
Ոչ միայն չի Բայց հայտարարել, բացառ ասում են, որ միջոցառումը պետք է մասնակցենք, մենք ենք պատերազմում մեծ ներդրում ունեցել, մեծաթիվ զոհեր ենք ունեցել եւ այստեղ մի քանի ասպեկտ կա։ Տեսեք, այն այս վերջի օրերի այս բաները, հա, մանիպուլյացիաները Ալեն Սիմոնյանն է հայտարարում կամ, չգիտեմ, Արշակյանն է հայտարարում, որ չգիտի, կարող են գնալ, կարող են չգնալ եւ այլն եւ այլն, դա ես կարծում եմ ավելի շատ ներքին լսարանի համար է, ներքին լսարանի այն հատվածի համար, որոնք, այսպես ասենք, փորձում են այսօրվա իշխանության վարքագծում ինչ որ ինքնուրույնություն տեսնել, իլյուզիաների մեջ լինել, որ այս իշխանությունը, ասենք, չգիտեմ, արևմտամ մեծ ինչ որ հակումներ ունի կամ չգիտեմ ինչ, այսինքն սա ներքին օրակարգի համար է։ Գիտեք, բառացիորեն, եթե չեմ սխալվում, այսօր կամ երեկոյան Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականը Ուշակովը հրապարակել էր այն երկրների ցանկը, որոնց ղեկավարները լինելու են։ Եվ բնականաբար Փաշինյանի անունը այդտեղ կար։ Ես կարծում եմ, սա մենք կարող ենք ընդունել որպես պաշտոնական, այսպես ասենք, հաղորդագրություն Փաշինյանի մասնակցության մասին։ Այլ հարց է, որ Փաշինյանի առջև նաև խնդիր էր դրվել կամ դրված է, որպեսզի հայկական որևէ զորամիավորում կամ զորախումբ մասնակցի մայիսի 9-ի այդ պարադին, այստեղ է հարցը, որը որ իսկապես բաց է դեռևս, դրա մասին առայժմ որևէ Իսկ ինչ կաշկանդվածություն ունեն կարծում եք։ Գիտեք, Փաշինյանը փորձում է այնպես ներկայացնել արևմուտքին, որ դե ինչ անեմ, ես թույլ եմ, հա, դուք էլ ինչ չեք կարողանում նորմալ պաշտպանել, իմ դիրքերը ուժեղացնել, ես ստիպված եմ գնալ այնտեղ, բայց գոնե սա չեմ անում։ Այն ինչ օրինակ Ադրբեջանը անում է, ադրբեջանական զորախումբ մասնակցելու է եւ ոչ միայն ադրբեջանական, այլ նաեւ նախին խորհրդային երկրներից, եթե չեմ սխալվում, 7 երկիր նման զորախումբ այդ զորահանդեսին մասնակցելու առումով ազգային, հա, որպես զինված ուժերի ներկայացվելու են այնտեղ։ Որքանով ես հասկանում եմ, այս պայդրությամբ խոսքը գնում է հայ վետերանների մասնակցության մասին նաև այդ զորահանդեսում։ Ես կարծում եմ, որ որոշում կա եւ այդ որոշումը ամեն դեպքում պաշտոնական Ռուսաստանը հաստատել է, դա արդեն պաշտոնական դիրքորոշում է, այստեղ այս բոլոր այս տարբեր ռանգի մանր եւ մեծ պաշտոնյաների բաները, բառախաղերը, ակնարկները, գիտեմ, չգիտեմ, կարող է, չի կարող, դա ես կարծում եմ զուտ ներքին լսարանի համար է, զուտ ներքին քաղաքական ինչ որ օրակարգ ձևավորելու համար։ Իսկ եթե Փաշինյանը գնում է դա հարաբերությունների լավացման տանում է եւ սա կարող ենք ասել, որ նոր փուլ է սկսվում հարաբերությունների, Փաշինյանն ուզում է շտկել այն ինչ որ խախտվել էր այն տարանջատումը, որ կա Ռուսաստանի հետ, լարվածությունը։ Ընդհանրապես Փաշինյանը իհարկե գուցե կուզենա նման քայլի դիմի, որովհետև Փաշինյանն է շատ լավ հասկանում է, որ այդ աշխարհակաղակական կոնյունկտուրան զգալիորեն է փոխվել եւ այն անջրպետը, որ ինքը ձևավորել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջև, դա կարող է բավականին լուրջ անհաղթահարելի, այսպես ասենք, անջրպետ լինել ոչ միայն միջպետական հարաբերություններում, այլ նաեւ իր ապագայի հետ կապված։ Իր թիմի, իր մերձավորների ապագայի հետ կապված, այսինքն ամեն դեպքում Փաշինյանը, հիմա քիչ առաջ խոսում ենք, որ մտահոգություններ կա, այստեղ արդեն մտահոգություն չէ, այստեղ արդեն վախ կա։ Վախ կա, իհարկե ինքը կարող է փորձել։ Այլ հարց է, ասենք, օրինակ Ռուսաստանը, այլ հարց է, ասենք Ռուսաստանը, պաշտոնական Ռուսաստանը, ոչ պաշտոնական, էքսպերտային Ռուսաստանը, որքանով իրենք, ասենք, լուրջ են վերաբերվում այսօրվա Հայաստանի անձամբ ղեկավարին։ Չեմ կարծում, որովհետև մենք միշտ այսպես կանխավարկած ունենք, որ Ռուսաստանում, այսպես ասենք, Ռուսաստանի իշխանությունները հիմարներ են։ Նրանք շատ լավ գիտեն Նիկոլ Փաշինյանին արդեն, գիտեն իր բնավորությունը, իր վարքագիծը, ում հետ է շփվում, ում հետ է խոսում, ինչ է ասում, իրականում ինչ է խոսում, ասենք, բանից, կամերաներից եւ
կամերաներից դուրս, բնականաբար լուրջ երկիր են, եւ ոչ միայն դա Ռուսաստանին է վերաբերում, դա վերաբերում է եւ Եվրոմիությանը, եւ Միացյալ Նահանգներին։ Իդեմս Նիկոլ Փաշինյանի իրենք տեսնում են ոչ վստահելի պարտների, այդ իսկ պատճառով այստեղ որևէ կապ չունի առանձնապես ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը այս պահին կամ այս ժամին, որովհետեւ իրենք շատ լավ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի ասածը որևէ վստահության պաշար չունի առհասարակ։ Եվ եթե չի բացառում, որ եթե միջև վերջին ժամանակներս Ռուսաստանը ելնելով նախկին աշխարհաքաղաքական իրողություններից եւ տենդենսներից կարող էր ինչ-որ բանի վրա աչք փակել, այն հույսով, որ հետագայում այդ հարցերը կլուծի, ապա հիմա գուցե Ռուսաստանի մանևրելու հնարավորությունը մի քիչ ավելի է ավելանում, քիչ առաջ ասում էիք Թուրքիան, Ադրբեջանը եւ այլը, գիտեք, կան թեմաներ, հիմա կարծես թե Թուրքիայի արժեքն էլ Ռուսաստանի համար փոքր-ինչ նվազելու է, նվազում է նույն Ադրբեջանի հետ այդ հարաբերություններն էլ, հա, մենք տեսնում ենք, որ ինքը ամրանում է արդեն բարդ է, էլի, այսպես ասենք, բոլոր բարդ հարաբերություններ են, եւ չեմ կարծում, որ Թուրքիայի ցանկացած կապրիզ նույն Ռուսաստանը հիմա, ասենք, այսպես ինչպես նախկինում գուլ էր տալու առհասարակ։ Նույնը վերաբերում է Հայաստանին։ Հիշում եք, յուրաքանչյուր այց Մոսկվա Փաշինյանի ավարտում էր նրանով, Փաշինյանը, ասենք, խնդրում էր, պահանջում էր, հորդորում էր, որպեսզի, ասենք, սահմանապահներ, ռուս սահմանապահներին այս կետից հանել, այն կետից հանել, եւ այնտեղ կարծես թե առանձնապես դիմադրություն չկա։ Չեմ կարծում, որ հիմա այդ նույն վերաբերմունքն է լինելու, այսպես ասեմ։ Ըստ համենայն դեպս ռուսաստանյան եւ ոչ միայն ռուսաստանյան, հայաստանյան տվյալների, ռուսաստանյան նույնիսկ գերատեսչությունների միջգերատեսչական շփումներում ռուսաստանյան խոսույթը բավականին կոշտացել է եւ բավականին, այսպես ասենք, հրամայական է դառել ավելի։ Հայաստանի նկատմամբ նկատի ունեք։ Հայաստանի իրենց գործընկերների նկատմամբ։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։